մենք պետք է հասկանանք ովքեր են այն մարդիկ, ովքեր հոգեբանորեն իրենց տարիքին չեն համապատասխանում։ Դրանք այն մարդիկ են, ովքեր իրենց տարիքից բխող պատասխանատվությունները չեն ստանձնում։ Եթե անձը ինքը գիտակցում է, որ ես ամուսնացած եմ, սա իմ ընտանեկան գործառույթներն են, սա իմ երեխաներն են, սա իմ կնոջ դերն է, սա իմ մոր դերն է, եւ լիարժեք ընդունելով այդ գործառույթները ներգրաված է այդ process-ում, եւ ինքը հաշտ է, կոնֆլիկտ չունի սոցիալիզացիայի հետ, որովհետեւ եթե մենք այստեղ գնանք դեռահասության շրջանը, որտեղ անձը գնում է դեպի հասունություն, դեռահասության ժամանակ 13 տարեկանում աղջիկը արդեն պատրաստ է ազատ սեռական կյանքով ապրելու եւ մայր դառնալու, բայց անշուշտ մենք չենք կարող խոսել հասունությունից, որովհետեւ հասունությունը սկսվում է այո բիոլոգիայով, ֆիզիոլոգիայով, բայց վերջանում է սոցիոլոգիայով, այսինքն անձը պատրաստ է մտնել սոցիալական դաշտ, սոցիալական հարաբերություններ կիրառել։ Ահա, Անի ջան, ներողություն, եւ Գայանային նույնպես այդ հարցը ուզում եմ ուղղել։ Նաեւ աղջիկները, ոչ միայն երեխաները դեռահաս տարիքում իրենց թվում է, որ իրենք շատ մեծ են, եւ իրենք տխրում են, որ իրենք մեծ չեն, չէ՞, այդ դա ինչի մասին է։ Այո, դե որովհետեւ իրենք տեսնում են, որ ֆիզիոլոգիայով իրենք արդեն պատրաստ են մայրության, առաջին սեռական ցանկությունները, առաջին սիրահարվածություն, այդ դրսևորումները կա, բայց արդյոք անձը պատրաստ է նորից գան պատասխանատվություններին։ Նեղվում են, չի, ասում են, ես մեծ եմ։ Ես ամեն ինչ գիտեմ։ Հիմա անգամ շատ լուրջ հետազոտություններ են արվում հոգեբանության դաշտում, որտեղ ուզում են դեռահասության շեմը տարիքի բարձրացնել։ Համարելով, որ դեռահասությունը սկսվում է ոչ թե 13-ից եւ ավարտվում է 18-19-ում, այլ ձգեն տարիքը մինչեւ 20-24, որովհետեւ նորից եթե մենք գալիս ենք, որ հասունությունը դա այդ ներքին պատասխանատվության գիտակցումն է, քո հուզական դաշտի կարգավորումն է, այդ ամենն է, մենք մի քիչ ուշ ենք մտնում այդ հասունության։ Իսկ արարքները, այն գործընկերուին այսօր խնդրեմ, այսպես շատ սուպեր այսպես կարճ է գրում, այսպես բացատրել, հատուկ, ես կարծում եմ, որ հագու կապը, որոշակի նկարներ, ֆոտոներ, տարիքին բնորոշ է, թե դա մեր սոցիալական սպասումներն են, ակնկալիքներն են, որ օրինակ 40 տարեկան կինը ճիշտ է որ լինի այսպեսին, ում ճիշտն է դա որ այդ լինի այսպեսին։ Ես չգիտեմ, հարցնում եմ։ Գան ներողություն Անի ջան, բայց մենք փողոցում հաճախ, ես ամենայն դեպս պրոսպեկտում տեսնում եմ կանայք, տարեց կանայք, երևի 70-ի մոտ, որ ովքեր հագնվում են շատ անհասկանալի։ Ոչ տարիքին բնորոշի որ։ Անգամ ծիծաղելի։ Չէ, Աշճան, երևի թե դուք եք տեսել։ Ես էլ եմ, հա, իհարկե տեսել։ Դրանց մասին է, երևի հենց ինֆանտիլ։ Հիմա այդ մարդը իրեն զգում է որպես 25։ Դա դիսոնանս է առաջացնում մեր մեջ, ես հասկանում եմ։ Ծիծաղ դրանով երիտասարդ չի երևում, երևում է տարիքը։ Ես առաջարկում եմ, որ մենք որպես հասուն անձիկ գնանք շատ ավելի խորքը։ Մարդուն որակելով հասուն է թե ոչ, նայենք իր օրինակ, անձը ով ունի հուզական շատ բուրըն իմպուլսիվ արձագանք, որ դա բնորոշ է 2-3 տարեկան երեխային։ Կապրիզներ։ Հետո ինչ որ նա շատ լուրջ վիճակով է, բայց իր վարքը, իր իմպուլսիվությունը չի խոսում իր հասունության մասին։ Խորքը գնանք։ Ինչ խնդիր է, դա ինչ որ խնդիր առաջացել է։ Այո, դա որտեղից է գալիս։ Սովորաբար այս ինֆանտիլությունը, ոչ հասունությունը բնորոշ է այն երեխաներին, ովքեր շատ ունեցել են կանխարգելիչ վարք ունեցող ծնողներ, ովքեր կարծես խանգարում են, որ երեխայի դիմադրողականությունը ստրեսներին, կյանքի դժվարություններին ձևավորվի։ Եվ այդ երեխաները մեծանում են պատրաստ չլինելով կյանքի մարտահրավերներին եւ հուզականորեն ոչ ստաբիլ են, անընդհատ կախված են մեկ այլ անձից։ Տեսեք, Գանեն այստեղ շատ գեղեցիկ ընդգծեց. ես ինքնուրույն եմ, ես իմ գործունեությունը ծավալում եմ, ռեալիզացվում եմ, այո իմ ամուսինը կա, ինձ օգնում է, բարձրացնում է, թևեր է տալիս, բայց ես կամ ես գործունեություն եմ ծավալում։ Բայց նայեք, այստեղ մի ուրիշ խնդիր է, Գայանեն չի ցկտում երևա երիտասարդ։ Գայանեն պարզապես երևում է այդպեսին իրեն ասում են, եթե իրեն չասենել դու երիտասարդ ես, կարծում եմ թե շատ չի տխրի, հա, նա դրանից։ Ես միշտ շեշտում եմ, ես 48 տարեկան եմ։ Եվ այսպես ոչ բոլորն են վարվում իդեպ։ Այո, ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ անձը գիտակցի իր տարիքը, որտեղ տարիքը ենթադրում է պատասխանատվություն։ Եվ երբեմն ներողություն, պատասխանատվություն ասելով մենք վախենում ենք, դա մեզ համար ասոցիացիա է բերում պարտականություն, բայց պատասխանատվությունը դա նշանակում է իրավունք, որոշում կայացնելու, ընտրություն կատարելու, այս սա է հոգեբանական հասունությունը։ Մենք կարող ենք տեսնել շատ լուրջ դեմքով երիտասարդի, ով ամուսնացել է, ունի երեխաներ, բայց չի պատրաստվում հոգ տանել իր երեխաների համար։ Այս սա է, որ անձը չի գիտակցում իր պատասխանատվությունը, չի գիտակցում իր դերային գործառույթները։ Նա իրեն պահում է այդպես երիտասարդի նման գործողությունների Այո, անպատասխանատու